Չեմ կարող չհիշել աչքերը քոս Մեր բակը իրական պատմություններ, համով զրույց։ Սրանք այն հսկայական ժառանգության մի մասն են, որը թողել է դերասանուհին։ Ձեր վրա նավթ կա։ Ով ասաց։ Ես։ Ուրեմն կա։ Մեծ նավթ։ Ով է ասել։ Դուք։ Ես դա արդեն գիտեմ։ Էլով գիտի։ Չգիտեմ։ Միշտ ժպիտով, դրական էներգիայով ու կյանքով լեցուն էր բոլորիս սիրելի համով Զարան, որի կյանքը 55 տարի տևեց։ Դերասանուհու մահը ծանր է բոլորիս համար։ Ընդգծում են իր խաղընկերները, որոնք հուզմունքը չեն կարողանում թաքցնել։ Եվ գործընկեր, եւ շատ լավ մարդ, լավ ընկեր, պայծառ, մի sense լուսավոր անձնավորություն։ Մենք առաջին անգամ այդ երկու հեռուստաընկերությամբ բնականon համար 2 այդ սերիալով ենք սկսել, հետո էլի եղել է դեպքեր նկարվել ենք միասին։ Զարան շատ երազանքներ ուներ։ Նուր հեռուստաընկերության հայ պերսոնա հաղորդաշարի ժամանակ նա անկեղծորեն նշել էր. ամենամեծ երազանքը թոռնիկներին տեսնելն է։ Ես ինձ մաղթում եմ թոռներ, շատ, որ ես լինեմ ողջ, լինեմ այնքան առողջությունս ների, որ ես տեսնեմ իմ թոռներին եւ հնարավորինս պահեմ եւ անգամ հետները միտեղ լավ տեղեր գնամ։ Զարայի մասին խոսելիս անհնար է չհիշել նրա անհատականությունը։ Նման մարդիկ շատ քիչ են, քչանում են, մեր կողքից հեռանում են։ Մենք միասին հեռուստատեսությամբ իրար հետ նկարվել ենք, աշխատել ենք միասին։ Այնպես որ դժվար է ինձ համար խոսել մի մարդու մասին, որ եւ պայծառ ինքը կենսախինդ, ժպիտը դեմքին, գեղեցիկ ու ափսոս ասում են Աստված լավերին ա տանում, երևի ճիշտ են ասում։ Կլինի ծեր Զարա Արամյան։ Շողեր Ղլիջան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։